Ծննդաբերությունը մեր հայ ազգի համար միշտ եղել է կարևոր սոցիալական ցուցանիշ, բայց ցավոք պիտի նշեմ, որ այս կարևոր հանգամանքը իրերությամբ նվազել է հատկապես մեր շրջանում։ Ինչքան էլ եւ երկրի կառավարությունը եւ տեղի ղեկավարությունը օգնության տեսքով ընդառաջեն ծնելիությանը, միևնույնն է ծննդաբերության մակարդակը չի բարձրանում։ Ինչպես հավաստիացնում է Նինոցմինդայի սոցիալական բաժնի պետ Սուրեն Սանոսյանը, 2016 թվականին Նինոցմինդայի յուրաքանչյուր նորածին տեղական բյուջեից ստացել է որոշակի գումար որպես խրախուսանք։ Օգնությունը եղել է տարբեր ձևի։ Նախատեսել ենք նորածին առաջի երեխային օգնել ենք 350 լարի չափով, երկրորդին 400 լարի չափով, երրորդին 500 լարի չափով եւ այդպես։ Բայց այս տարի մեր սոցիալական փաթեթը կրճատվել է 100,000 լարի չափով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը նորածին երեխաներին միանավակ, ոչ թե միանավակ, այլ մեկ տարվա կտրվածքով առաջի եւ երկրորդ երեխային 100 լարի չափով օգնում է մեկ տարվա կտրվածքով։ Երրորդ եւ հաջորդ երեխաներին 2 տարվա կտրվածքով 200 լարի չափով օգնում է։ Դրա համար 17 թվականի հունվարից մեր սոցիալական փաթեթի մեջ նորածին երեխաներու համար նախատեսված է անկախ այն բանից առաջի երեխան է թե չորրորդը միանավակ օգնել 300 լարի չափով, որովհետև այդ հոդվածի գումարը եղել է անցյալ տարի 145,000 լարի, այս տարի դարձել է մնացել է 100,000 լարի։ Այսինքն այդ 100,000 լարի, որ մեր փաթեթից դուրս է եկել, դիպել է նաև այդ 5-րդ հոդվածին։ Եվ ինչի է դուրս եկել, դա ոչ թե մեր ուզելով է, այլ կենտրոնական բյուջե ստուգող կազմակերպությունը հաշվի առնելով նախորդ ասած խոսքս, որ մեկ տարվա կտրվածքով, 2 տարվա կտրվածքով պետությունը օգնում է, նրանք գտել են, որ տարբերություն տնելու մենք արդեն իրավունք չունենք։ Այսինքն, եթե երեխան նորածին է, պետք է միանավակ մեր կողմից ստանա 300 լարի չափով օգնություն։ Այնպես որ համոզված եմ, որ այս տարի 17 թվականին երևի կերազանցենք ասնենք 400-ի շեմը։ Ի ուրախություն մեզ բոլորիս։ Նորածինները շատանում են, բնակչությունը մնում է տեղում, արդեն մեր բիզնեսմենների միջոցով աշխատատեղեր են բացվում եւ համոզված եմ տարոց տարի մենք կնում ենք դեպի լավը։ 2016 թվականում Նինոցմինդայի շրջանում ծնվել են 400 երեխա, որոնցից 201 երեխան ծնվել է քաղաքի շրջանային հիվանդանոցում։ Նրանցից 101-ը տղա են, 100-ը աղջիկ։ 2015 թվականին հիվանդանոցի ծննդատունը ընդունել է 188 ծնունդ, 104 տղա, 84 աղջիկ։ 2014 թվականին 244 ծնունդ, 127 տղա, 117 աղջիկ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի ծնված տղաների թիվը շուրջ 115-ով ավելի են աղջիկների թվից։ Իսկ թե ինչպիսին կլինի սերերի հարաբերությունը 2017 թվականում, պարզ կլինի տարին ամփոփելուց հետո։ Տղա երեխաների ծնունդը մեր ազգակիցների շրջանում մեղմ ասած ողջունվում է։ Դրա հետևանքով շրջանում արդեն իսկ տղաների եւ աղջիկների թվաքանակի միջև ահռելի տարբերություն է առաջացել։ 2016 թվականին մեր ծննդատանը ծնվել է 201 նորածին, որոնցից արական սեռի տղաներ 101, աղջիկները 100։ Так, значит, նախորդ տարվա համեմատ թվերը այսպեսին են, ուրեմն 15 թվին ծնվել է մեր ծննդատանը 188 նորածին, 104-ը տղաներ են, 84-ը աղջիկներ։ Այս տարվա համար մի անգամից ասեմ ամսի 7-ին է ծնվել, առաջ երեխան, երկրորդ ամսի 10-ին մեկը տղա է, մեկը աղջիկ։ Так, значит, նախորդ տարվա համեմատ թվերի համեմատական այսպեսին են, ուրեմն այս տարի անցած տարվա մեջ 5 երեխային ծնվածներից տեղափոխվել Թբիլիսի, երկուսը ծանր ծննդաբերական, մեկը ծանր ծննդաբերական տրավմայի հետ կապված, մյուսը բնածին արադի հետ կապված, երեքը խորը անասներ են եղել, որոնք մենք պարտավոր ենք տեղափոխել
Հանրապետության կենտրոն Թբիլիսի կա այդպիսի կլինիկա, որտեղ սպասարկման բարձր մակարդակ է, միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչպես է հարմար է հիմա ասել։ Իսկ նախորդ տարին տեղափոխվել է 5 երեխա, 5 նորածին։ Ինչպես տեսնում ենք, համեմատական տեղաշարժ կա, դրական ծնունդների քանակը շատացել են։ Ուրեմն համաշխարհային ստատիստիկայով աղջիկները ավելի շատ են ծնվում։ Մենք այստեղ թվեր ներկայացրենք, որ ճիշտ հակառակն է դուրս եկել։ Դա այստեղ մենք ամբողջ շրջանի թվերը չունենք։ Ստատիստիկայով ներողություն, ճիշտ հակառակը։ Տղաները մի քիչ ավելի շատ են ծնվում, քան աղջիկները, բայց 1 տարեկանից հետո այս թվերը կամ հավասարվում են, կամ աղջիկները ավելի դիմացկուն են, այդպես ասած, եւ հետագայում կանանց թիվը ավելի մեծ է։ Հնարավորությունները իրենց իմունալ եւ այլն ավելի շատ է հավանականը։ Համարյա հավասար է, մի քիչ տղաները ավելի շատ են ծնվում, բայց նրանք էլ կենսակայունությունը իրենց մոտ նվազ է, քան աղջիկների։ Ծննդատան բաժանմունքի բժիշկ Տիգրան Եղոյանի խոսքերով հիվանդանոցում ծննդաբերության նվազումը հիմնականում կապված է տեխնիկայի ու պայմանների հետ, որը մոտ ժամանակում կկարգավորվի, քանի որ ղեկավարող կազմակերպության կողմից լինելու է նոր տեխնիկայի համալրում եւ բժիշկների վերապատրաստում, որպեսզի ծնունդը ընդունվի հենց տեղում, այլ ոչ թե շրջանից կամ հանրապետությունից դուրս։ Բայց այնուամենայնիվ, չնայելով դժվարին պայմաններին, ծննդատան բաժանմունքը պատրաստ է օգնելու բոլոր հղիներին։ Եթե կարելի է անցում կատարեմ, որ մենք որ ներքևից տեղափոխվեցինք այս նոր բաժանմունքը, որ մեր բարեկորձներն էին վերանորոգել, ընդհանուր առմամբ սանիտարահիգիենիկ տեսակետից բավարար պայմաններ են։ Մի քիչ ավելի լավ է նախորդ համեմատ։ Եվ լուսավոր է, եւ տաք է ժամանակակից վերանորոգումով։ Ասեմ, որ կան լավագույն պայմաններ այս թվերը լավացնելու իմաստը նա է, որ մեր ծննդաբերությունը քանակի աճը, նաև որակական տեղաշարժը, որ կարող ենք մենք ճանաչել ծնված պահից մեր նորածիններին հետևել տարիների ընթացքում տեղում, գիտեք, որ այսօրվա մոտեցումը սկզբունքը նա է, որ տեղում սպասարկվի, տեղում ճանաչվի, տեղամասային բժիշկ, օջախի սեքիմի, սա մոտեցման նոր ձև է, նախկին սիստեմի հետ համեմատած, եւ լավ ձև է, ասեմ, որ կան որոշ հարցեր, որ եթե լուծվի մեր ծննդատան հետ կապված, մենք այս թվերը կլավացնենք, սպասարկման մակարդակն էլ կբարձրացնենք, թե չէ ինչ վերաբերվում է մեր բժիշկներին, գիտեք, որ բոլորն էլ եւ մանկաբույժը եւ գինեկոլոգները անցել են համապատասխան վերապատրաստում, ունեն թույլտվություն, լիցենզիա կոչվողը, եւ այսօր էլ մեր աշխատանքի սկզբունքը կամ բժշկությունը այդպես որ պետք է անընդհատ կատարելագործես քո գիտելիքները, բայց տեխնիկական առումով կան հարցեր, որոնք պետք է լուծվեն, եւ մեր մենեջերը նոր եւ ռեգիոնալնի այս ղեկավարությունը մեզ հույս են տալիս, որ այս տարվա մեջ այդ տեսակետից մենք համալրում կունենանք, ինչպես տեսակ կադրերից, որ ծննդկանների հետ կապված, ուրեմն մենք ունենք այդ մահճակալները նորացվել են, նոր ձևի ստացել ենք, շատ հարմար են, մաքուր, նոր, հարմար։ Իսկ ինչ վերաբերվում է նորածիններին, դրա համար էլ կան մահճակալների ժամանակակից տեսակի, որոնք հույս ունենք, որ այս տարի կլինեն, այս առումով մենք կլինենք ռեգիոնում այդպես պատրաստ, էլի, որ մեր ծննդաբերությունների մեծ մասը, ծննդկանների մեծ մասը իրենց այդ հսկողությունը եւ հետագա ծննդաբերությունը անցկացնեն տեղում, եթե կարիք լիներ, որ նոր դիմենք կենտրոնին։ Ծնարանը նկարելուց էլ նկատեցիք, որ որոշ սարքավորումներ ունենք նորը, որոշն էլ կարիք ունեն նորացվելու։ Եթե այս խնդիրը լուծվի, ես հույսով եմ, որ մենք հաջորդ տարվա հանդիպման ժամանակ կունենանք ավելի լավ տվյալներ ներկայացնելու մեր ժողովրդին։ Ռեգիոնում մենք ժամանակը այդքան շատ չէ, 5 տարվա կտրվածքով
10 տարվա կտրվածքով ամենադժվար ժամանակները մեր բժշկական կոլեկտիվը, ինչ վերաբերում է ծննդատանը, տարվա մեջ միջինը 30-50 վիրահատություն են կատարել տեղում, այն դժվար պայմաններում։ Այսօր մի քիչ պահանջները մոտեցումը այդ տեսակետից փոխվել է։ Պարտադիր սա պետք է կատարվի, պարտադիր նա պետք է կատարվի։ Այս առաջի հարցը դա է, նույն բժիշկները, նույն պայմանները մենք կատարել ենք դրանք։ Այսօր մոտեցման ձևն է փոխվել։ Այդ մեկ երկրորդը մենք ինչպես գիտեք, այս անցումը պետական համակարգից մասնավորի այդ արանքում եղավ մի ժամանակ, որ սպասարկման ծառայողական առումով սպասարկման մակարդակը ընկավ ընդհանուր առմամբ։ Թե չէ նախկինի սովետների հետ որ համեմատենք, մեր ծննդաբերությունը 2.5-3 անգամ քչացել է, ընդհանուր առմամբ քչացել է։ Բայց ես հույս ունեմ, որ առանց այդպես մեծամտելու կարող եմ ասել, որ մենք եթե այդ պահանջները կատարվի, 1-2 տարվա ընթացքում մենք այդ թիվը կհասցնենք 300-ի եւ ավելի։ Այսօրվա իբարս մեր նոր ադմինիստրացիայի ցեկտումները ոնց որ կա, մենք հույս ունենք, որ այդ տեխնիկական միջոցների նորացման հետ կապված մեր ուժերը մի քիչ էլ որ լարենք, անպայման մենք ունենանք դրական հսկայական տեղաշարժ, ոչ թե բավարար, այլ լավ կլինի ամեն ինչ։ Որովհետև երջերմային ռեժիմը նախորդ տարիների հետ համեմատած, այսօր միասին մտանք եւ տեսանք, եւ նորածինների համար հատուկ սենյակ, խնամքի, առավոտյան հարդարանքի համար բոլոր պայմանները կան։ Մինչև անգամ ծննդկանների սան անկյունը, որ էլի ժամանակ եկից պայմանների համապատասխան այդ մեջտական տաք ջուրը, այս բոլորը այդ մասին են խոսում։ Հատկապես ջերմային ռեժիմը նախկինում այդպես չէր էլի տաբավկա, տաքացնել, ջեռակներով եւ այլն, իսկ հիմի մենք այս տարի խնդիր չունենք այդ տեսակետից։ Так что մեր ժողովուրդը ինչ որ ասեկոսներ բաներ կան, զրույցներ կան, որոնք ոչ ցանկալի են, չէ, այսօր մեր կոլեկտիվը, ես 30 տարի աշխատում եմ, 30 տարին լրացավ նոյեմբերի 3-ին։ Այդ ժամանակը թույլ է տալիս ինձ վստահ ասելու, որ մենք պատրաստ ենք մեր ծառայության մակարդակը բարձրացնելու։ Աստղիկ Մխիթարյանը շրջանային հիվանդանոցում իր երկրորդ դստերը ծննդաբերել է հունվարի 7-ին։ Ինչպես հավաստիացնում է ծննդական, այսօր նրա բալիկի թե առողջական եւ թե այլ տեսակետից ամեն ինչ նորմալ է։ Մնում է միայն դուրս գնացեն հիվանդանոցից ու տուն գնալով մեծացնի իր փոքրիկին։ Իսկ բժշկական անձնակազմից էլ անչափ գոհ է, քանի որ այս օրերի ընթացքում նրանք եղել են շատ ուշադիր ու հոգատար։ Մեկը առաջինը սարունը Հայաստան է, երկրորդինը Հայկույն։ Աղջիկս ծնվել է 2 կիլո 9 գրամ։ Իսկ երբ է ծնվել։ Հունվարի 7-ին, գիշերվա 11-ին։ Ինչպես է այսօր բժշկական անձնակազմը։ Շատ լավ, օրենք շնորհակալ ենք իրանցին, շատ հոգատար են, կօգնեն, խրատներ են տալիս։ Հաճելի է այն փաստը, որ մեր շրջանում թեև դանդաղ, բայց նկատվում է ծնունդի աճը։ Դա նշանակում է, որ մեր ազգը գնալով ավելի կշատանա։ Իսկ թե ինչպես են այսօր ծնված երեխաները վաղը կողակից ընտրելու, մեծ հարց է։ Ու գուցե երեխաներին կյանք տալուց առաջ արժե մտածել նաև նրանց վաղվա օրվա, նույնը թե ընտանիք կազմելու օրեցօր նվազող հավանականության մասին։